Քրիստոնյա, հավատացյալ, թե աշակերտ։ Տարօրինակ վերնագիր երեքն էլ լավ բան է։ Քրիստոնյա, հավատացյալ, աշակերտ։ Ովքեր ենք մենք իրականում։ Ինչպիսին ես դու քեզ տեսնում։ Սա տարօրինակ հարց կթվար առաջին դարում։ Եթե մեկը Քրիստոսի ժամանակներում մոտենար իր աշակերտներից մեկին, ասեր դու քրիստոնյա ես, կամ Պողոսի ժամանակներում ավելի ուշ։ Այն ժամանակ, երբ որ հավատքը արթուն էր, եթե մեկը մոտենար ու հարցներ, դու քրիստոնյա ես, դու հավատացյալ ես, թե դու Քրիստոսի աշակերտն ես։ Այս հարց տվողին կարելի էր թարս նայել, ասել, այդ ինչ ես հարցնում։ Ես համ քրիստոնյա եմ, համ հավատացյալ, համ աշակերտ։ Առաջին դարում այս հարցը տարօրինակ կթվար, բայց ոչ հիմա։ Հիմա քրիստոնյաները բաժանվում են երկու մասի՝ հավատացյալ և ոչ հավատացյալ։ Այստեղ հավաքվածները հուսով եմ հավատացյալներ եք։ Ճիշտ է թե չէ։ Ամեն։ Շատ ժամանակ ինձ հարցնում են, չեն հարցնում դու քրիստոնյա ես, ես ասում եմ ես այս բանը չեմ անում։ Ասենք մի անգամ ոստիկանը կանգնացրեց մեքենան, գայի աշխատողը ու հարցրեց, ո խմած չես։ Ասեցի ես չեմ խմում։ Չասեց, ես ընդհանրապես չեմ խմում։ Չասեց, ու քրիստոնյա չես։ Ասեցի, հավատացյալ չես։ Ասեցի, այո։ Երբ որ դու ինչ-որ բան, եթե ձեզ հարցնում են, ասում են, եթե դու ինչ-որ բան այն չես անում, որ մարդկանց մեջ ընդունված է, քեզ երբեք չեն հարցնի, հո դու քրիստոնյա չես դառել։ Քեզ կասեն, հո դու հավատացյալ չես դառել։ Շատ ժամանակ Երևանի մեր եկեղեցին, որ զանգում ենք տաքսի ենք կանչում, գիտեք այդ պատմությունը։ Ու ասում ենք տաքսի ուղարկեք եկեղեցի։ Բանգլադեշ, ես ինչ, այդպես ենք ասում, չէ՞։ Ու հարց են տալիս այդ տաքսու դիսպետչերները, ասում են հավատացյալների եկեղեցին։ Ինչի ուրիշ եկեղեցի է լինում։ Այսօրվա իրականությունն ասա, եւ մենք այստեղից ուղղակի պիտի մենք հասկանանք եւ փախչելու տեղ չունենք։ Այսօր մարդիկ բոլորն են քրիստոնյա, որովհետեւ ինչու են քրիստոնյա, որովհետեւ իրանք ծնվել են քրիստոնեական երկրում։ Եվ ավտոմատ, եթե օրինակի համար հայ ես, ուրեմն դու քրիստոնյա ես, որ դու մուսուլման չես, մարդիկ կզարմանան։ Երբ որ դու մոտենաս հայ մարդուն ասես դու քրիստոնյա ես, թե ոչ, կզարմանան, կասեն, բա մուսուլման չէ, բա քրիստոնյա եմ, ոնց։ Առաջին դարում այսպես չէր։ Առաջին դարում քրիստոնյան դա հավատացյալն էր։ Եվ եթե հավատացյալ էր, ուրեմն քրիստոնյա էր։ Մենք ապրում ենք ուրիշ իրականության մեջ։ Եվ մենք պիտի հասկանանք հենց ինքներս մեզ համար։ Մենք հավատացյալ քրիստոնյաներ ենք, թե ոչ։ Քրիստոնյա, հավատացյալ, թե աշակերտ։ Այսպիսին է այսօրվա պատգամի վերնագիրը։ Հավատացյալներ ասում են այն մարդկանց, ովքեր չեն ամաչում բոլորի առաջ, հասարակության առաջ կանգնել ու ասել, որ իրենք եկեղեցու անդամ են, որ իրենք ամեն կիրակի գնում են քարոզ լսելու, որովհետև այդպես ասում Աստվածաշունչը։ Բայց այս մարդիկ էլ, այդ շարքերը չասեմ, շատ կան, այդ թվարկումը, թե ովքեր են հավատացյալները, մենք այսօր խնդրելու եմ, որ դուք մի քիչ ինձ օգնեք այս հարցում։ Մենք միասին հասկանանք։ Իրեք ինչի համար ենք սրա մասին խոսում, որ ես իմ համար հասկանամ, դու քո համար հասկանաս, դու որտեղ ես, քրիստոնյա,
Հավատացյալ, թե աշակերտ։ Դու ես երեքից որն ես։ Փառք Աստծուն, բայց մենք իրար հետ կփորձենք այսօր հասկանանք։ Այսօր կփորձենք հասկանանք, որովհետև պիտի մենք հասկանանք նաև, բայց լավ, մենք մեր կարծիքով այսպեսին ենք, բայց Աստծո տեսանկյունից մենք ովքեր ենք։ Կամ ինչն է պակասում, որ մենք լրիվ նվիրվենք, մինչև վերջ նվիրվենք։ Ինչն է պակասում։ Արդյոք արդեն կատարյալ կարանք ասենք մենք Քրիստոսի նվիրյալ աշակերտներն ենք։ Ամեն բան թողել ենք, ինչ որ իրան հաճելի չի։ Թե էլի մի երկու բան մնացել է։ Շատ պակաս բան է։ Պիտի մենք հասկանանք եւ Աստված այսօր իմաստություն տա մեզանից յուրաքանչյուրին, որովհետեւ այսօրվա պատգամը ուրիշի համար չի, այսօրվա պատգամը ասա ինձ համար է։ Եվ պիտի մեր ականջները բաց լսենք։ Շատ ժամանակ մարդիկ հավատացյալ մարդիկ էլի բաժանվում են երկու մասի, ոնց որ քրիստոնյաները բաժանվեցին երկու մասի, հավատացյալ եւ ոչ հավատացյալ, այնպես էլ հավատացյալներն են բաժանվում երկու մասի։ Հավատացյալ մարդիկ, որ եկեղեցի են գալիս, ամեն կիրակ բաժանվում են երկու մասի։ Նվիրվածներ, որոնք ուխտ են արել Աստծո լուծը, Քրիստոսի լուծը վերցնեն իրենց ուսերի վրա։ Անցած պատգամից հիշում եք, երբ ավարտեցինք։ Հիսուսն ասում էր, ինձ մոտ եկեք բոլոր հոգնածներ եւ բեռնավորվածներ, եւ ես ձեզ հանգիստ կտամ։ Ձեզ վրա վերցրեք իմ քաղցր լուծը եւ ձեր հոգսերը տվեք ինձ։ Փոխանակում էր առաջարկում։ Ասում էր, ինչ խնդիր ունես, այստեղ մարդիկ կան, որ խնդիրներ ունեն կյանքում։ Ունեք, իսկ մարդ կա, որ խնդիր չունի։ Հիմա հարցնում էր, ինչ խնդիր ունես, ինչ անհանգստություն ունես, ես քեզ առաջարկում եմ։ Դպրոցում ոնց են երեխեքը փոխվում, ասում են, ես տուր ինձ, ես տամ քեզ։ Արել եք տես բաներ դպրոցում, հա? Հիմա էլ եք անում, շատ լավ, ուրեմն լավ կիմանաք, Հիսուսը առաջարկում է։ Ես էլ եմ իմ երեխեքի հետ մեկ անում։ Շատ թանկարժեք բանը, մի հատ ստիս բանի հետ փոխում եմ։ Իրա կարծիքով ես լավ չեմ հասկանում։ Ինքն էլ ուրախանում է։ Ասում եմ, դի տուր էսի տամ, որ իրան տալ սովորացնեմ։ Ինքը տալիս է, ես էլ տալիս եմ։ Բայց այս իրա տվածը ստիս բան է, իսկ իմ տվածը արժեքավոր բան է։ Հիմա Աստված մեզ առաջարկ անում։ Ասում է, տվեք ինձ ձեր հոգսերը։ Կուզեք։ Չէ, իմ հոգսերը լավն է, ես կպահեմ ինձ։ Հա? Չէ։ Կուզեք տակ։ Բայց ասում է, տեղը պիտի մի բան վերցնեք։ Իմ հոգսը պիտի վերցնեք։ Սա հիշենք, սրա մասին մենք խոսանք։ Որն էր Քրիստոսի հոգսը։ Քրիստոսի հոգսը այլ անուն ունի, կոչվում է մեծ հանձնարարական։ Եվ մենք կկարդանք դրա մասին։ Մեծ հանձնարարություն։ Բայց եկեք անդրադառնանք մեր թեմային։ Քրիստոնյա, որ հավատացյալ չի։ Ճանաչում եք քրիստոնյաներ, որ հավատացյալ չեն։ Ինչպիսին են իրանք։ Հավատում են։ Ես գիտեմ, շատ ճիշտ ես ասում։ Ինձ մարդ հանդիպել, շատ խելացի։ Ասել եմ դու Աստծուն հավատում ես, ասելա չէ։ Ասել եմ բայց դու քրիստոնյա ես, ասել է հա բա ոնց։ Քրիստոնյա եմ։ Խելացի դասախոս մարդ։ Լուրջ եմ ասում, ես քրիստոնյա եմ, բայց ես Աստծուն չեմ հավատում։ Եվ շատ կան այսպիսի մարդիկ։ Էլ ինչպիսի քրիստոնյաներ գիտեք, որ հավատացյալ չեն։ Քրիստոնյա են կուրքեր են պաշտում։ Քրիստոնյա են սուտ են խոսում։ Քրիստոնյա են կաշառք են վերցնում։ Քրիստոնյա են
գողություն են անում, անգամ աղոթող գողեր գիտեմ, որ աղոթում են, սրա մասին ես խոսել եմ այստեղ, աղոթում են գողանալուց առաջ ու ասում են, Տեր, հանկարծ չբռնվենք, այսօր քո հաջողությունը թող մեզ հետ լինի։ Քրիստոնյա են իրենց ասում, անգամ հավատում են ու աղոթք են անում, բայց գողություն են անում։ Տոկոսով փող են տալիս, որ երբ որ Աստվածաշունչը ասում է պարտք տուր, բայց տոկոսով չտաս։ Եվ ինչ? Մեղք են գործում։ Մի խոսքով ասած, իրանց համար մեղք գործելը նորմալ բան է, բայց իրանց քրիստոնյա են անվանում։ Իրանց վերաբերմունքը պաշտամունքներին շատ բացասական։ Իրանց հետաքրքիր չի Աստվածաշունչը ինչ է ասում։ Աստվածաշնչի մեջ գրված է, ես հավատացյալ եմ դառել, ես սկսել եմ եկեղեցի գնալ, երբ որ Աստվածաշնչի մեջ կարդացի 7-րդ օրվա պատվիրանի մասին, որ ասում է 6 օր աշխատես, 7-րդ օրը սուրբ պահես։ Եվ կարդացի, սա 5 կտակարանում։ Իսկ նոր կտակարանում կարդացի Եբրայեցիների թղթի մեջ ասում է մեկտեղ հավաքվելը չթողնեք, որովհետև ոմանք թողեցին եւ հավատքից ընկան, որովհետև միասին հավատքվելը մեզ հավատքի մեջ է պահում։ Այն քրիստոնյաները, որոնք քրիստոնյա են, բայց հավատացյալ չեն, սրան մատերի արանքով են նայում։ Իրանց համար ասում է, ինչ եք անում, պարապեք ամբողջ օրը, որ գնում եք եկեղեցի։ Պարապ չենք, հենց շատ զբաղված ենք։ Բայց մեր Աստծո համար, մեր վերաբերմունքը մեր Աստծուն, իր խոսքին, իր պատվիրաններին, մեր բոլոր զբաղվածությունից ավելի կարևոր է։ Հավատացյալ քրիստոնյաները ինչպիսին են։ Հավատացյալ քրիստոնյաները Աստծո պատվիրաններից, Աստծո խոսքից դողում են։ Հանկարծ ու ես չխախտեմ քո խոսքը Տեր։ Եթե դու ասում ես մի շնացիր, ես ինչպես կարող եմ շնանալ եւ ինձ քրիստոնյա համարել։ Եթե դու ասում ես 7-րդ օրվա պատվիրանը սուրբ պահիր, ես ինչպես կարող եմ 7-րդ օրը իմ գործերով զբաղվել եւ հետը ասել, որ ես հավատացյալ եմ։ Բացառություններ միշտ լինում են, բայց դրանք պիտի լինեն բացառություններ եւ Աստված գիտի, որ դու տրանսպորտի փող էլ չունեիր, որ գայր, բայց ես մարդ եմ ճանաչում, որ ոտքով, Էշմիածնի գյուղերից ոտքով գալիս էր եւ գնում էր, բավական հեռու տարածք։ Աստված գիտի, որ դու հիվանդ ես, չկարեցար գայր, Աստված գիտի, որ դու չկարողացար ուղղակի այդ օրը գայր, չէիր կարող, ինքը գիտի եւ սա պատվիրանի խախտում չի։ Եվ բացառություններ միշտ լինում են, բայց հավատացյալ մարդը լուրջ վերաբերմունք ունի պատվիրանին, հավատացյալ մարդը լուրջ վերաբերմունք ունի Աստծո եկեղեցուն, հավատացյալ քրիստոնյա, ես այս բառակապակցությունը, որ դնում եմ մի կողմ, մի քիչ վատ եմ զգում, որովհետև իրականում Աստծո համար չկա անհավատ քրիստոնյա, իր անունը ուղղակի քրիստոնյա չի, այդ մարդը կարա կոպիտ է, կարող է ինչ-որ մեկը լսի ու վիրավորվի, բայց մարդը կարա իր վրա անուններ վերցնի, որ ինքը չի։ Գիտեք։ Մարդը ասում է, ես Նապոլեոն Բոնապարտն եմ։ Բայց դու հաստատ գիտես, ինքը Նապոլեոն Բոնապարտը չի։ Մեկ էլ որ ասես դու Նապոլեոնը չես, կարող է քեզանից նեղանա։ Գիտեք ովքեր են այդ մարդիկ։ Մեկ ասում է, ես Հուլիոս Կեսարն եմ։ Այն մեկն էլ ասում է, ես քրիստոնյա եմ։ Եղբայր, ինչը դա քրիստոնյա։ Մենք պիտի հասկանանք, որ հավատացյալ եւ քրիստոնյա դրանք հոմանիշներ են։ Չի լինում հավատացյալ քրիստոնյա եւ անհավատ քրիստոնյա, չի լինում այսպիսի բան։ Բայց ես ուզում եմ քեզ հարցնեմ. դու որտեղ ես։ Եվ նույնը, եթե սա հասկացանք, ես այսքան երկար խոսեցի սրա մասին, որպեսզի հիմա ամենակարևորը, ես գիտեմ, որ այստեղ եթե դու ներկա ես, կամ մենք ինտերնետում էլ ենք դնում մեր падգամները, եթե դու լսում ես այս խոսքերը, ապա դու ամենայն հավանականությամբ հավատացյալ ես, որովհետև հավատացյալ մարդու քարոզ ես լսում։ Դու հավատացյալ ես։
բայց այս որ խոսեցի, սա քեզ կօգնի հաջորդ քայլը հասկանալ, որովհետև հավատացյալ լինելը չի միայն, որ մեր նպատակն է։ Հիմա եկեք միասին բացենք Մատթեոս ավետարան 28 գլուխ և 18-ից 20 խոսքերը։ Եվ Հիսուսը մոտ գալով նրանց հետ, Հիսուսի վերջին խոսքերն է, որ ասում է իր աշակերտներին։ Հիսուսը մոտ գալով նրանց հետ խոսեց և ասեց. ամեն իշխանություն ինձ տրվեց երկնքում և երկրի վրա, ուրեմն գնացեք, բոլոր ազգերը աշակերտեցեք, գնացեք, բոլոր մարդկանց աշակերտներ դարձրեք։ Նրանց մկրտելով Հոր, Որդու և Սուրբ Հոգու անունով, նրանց սովորեցնելով, որ ամեն ինչ որ ձեզ պատվիրեցի պահեն, և ահա ձեզ հետ եմ ամեն օր, մինչև աշխարհի վերջը։ Որն էր Քրիստոսի հրամանը։ Աշակերտներ դարձրեք բոլոր մարդկանց, նրանց մկրտելով Հոր, Որդու և Սուրբ Հոգու անունով, և սովորեցնելով նրանց, որ պահեն այն ամենը, ինչ որ ես ասեցի։ Սա կոչվում է մեծ հանձնարարական։ Հիշում եք փոխանակումը։ Դու քո հոգսերը տուր ինձ, ես իմ հոգսը տամ քեզ։ Քրիստոսի հոգսը սա էր, որպեսզի մարդիկ փրկվեն։ Քրիստոսի հոգսը մարդկության կորուստն է, որովհետև սատանան գրված է, որ ինքը եկել է, որ գողանա, սպանի և կործանի։ Իսկ Քրիստոս եկավ, որ կյանք ունենանք և էլ ավելի կյանք ունենանք։ Եվ որպեսզի սատանան չկարողանա գողանա, սատանան չկարողանա սպանի և կործանի, Քրիստոս իր աշակերտներին հրաման տվեց, ասեց ամբողջ իշխանությունը, որ կա երկնքում և երկրի վրա, ինձ է տրված։ Եվ հիմա ես այդ իշխանությամբ ձեզ ուղարկում եմ, որ գնաք բոլոր մարդկանց աշակերտներ դարձնեք։ Երբևէ ուշադրություն դարձրել ես այդ խոսքերին։ Խոսքը նրա մասին է, ասենք ստեղուց, ընդհանրապես բացի ստեղուց դուրս, ով աշխատում է թեմայով, իր հարևանի, հարազատի, բարեկամի։ Այո և այո։ Խոսքը նրա մասին է, որ մեր շրջապատում կան մարդիկ, որոնք փրկության կարիք ունեն։ Եվ ասում է իրենց սովորեցրեք ամեն ինչ, որ ձեզ պատվիրեցի, պահեն։ Սա մեծ հանձնարարականն է։ Դու ուզում ես քո հոգսը տաս Տիրոջը, իր հոգսը պիտի վերցնես քեզ։ Ուրեմն հավատացյալները բաժանվում են երկու մասի։ Հավատացյալները նրանք են, ովքեր եկեղեցի են գալիս, ովքեր պատվիրաններին լուրջ են վերաբերվում, ճիշտ է։ Հիմա հավատացյալները բաժանվում են երկու մասի։ Նրանք, ովքեր լուրջ են վերաբերվում Քրիստոսի մեծ հանձնարարականին, և նրանք, ովքեր ասում են, դու եկեղեցի են գալիս, էլ ինչ եք ուզում մեզանից։ Երկու մասի են բաժանվում, բայց Քրիստոս ասեց աշակերտներ։ Աշակերտ բառը, մենք բոլորս այստեղ մեծ մարդիկ ենք։ Աշակերտ ասում են ում մեր երկրում, աշակերտ ասում են առաջին դասարանից մինչև հիմա դարել է 12-րդ դասարան, չէ՞։ Առաջին դասարանից մինչև 12-րդ դասարան գնացողներին ասում են, դրանից հետո ասում են ուսանող։ Հիմա եթե այստեղ ուսանող գրած լինես, մի քիչ լավ կզգայենք մեզ։ Բայց գրածը աշակերտ։ Ընդ որում աշակերտությունը սկսում է առաջին դասարանից։ Ով համաձայն աշակերտ լինի։ Նայեք, լուրջ եմ ասում, լուրջ, շատ լուրջ։ Եթե մենք չդառնանք Քրիստոսի աշակերտը, ընդ որում ոչ թե ինքը ասում է, այսօրվա համալսարանները գիտեք ոնց է ընդունելությունը։ Մանավանդ ասենք ոչ պետական բուհերը համոզում են, որ մարդը ընդունվի։ Համոզում են։
ասում են արի ոչինչ, արի դու սովորի, քեզ 8 կդնենք, բայց դու արի ընդունվի, որովհետև վարձ պետք է տա այդ մարդը, իսկ իրանց ուսանող է պետք։ Իսկ Քրիստոս այդպես չէր ասում։ Քրիստոս մենք կկարդանք, ասում էր, այսպիսի մարդը չի կարա դառնա իմ աշակերտը, այլ որ դու այսպիսին ես, դու չես կարա իմ աշակերտը լինես։ Մենք այսօր խոսելու ենք աշակերտության մասին։ Եվ կարծում եմ, որ մենք ելի կանդրադառնանք այդ թեմային, դժվար թե ես կարողանամ մեկ պատգամով ավարտեմ, ժամանակից կես արդեն անցավ, ես ինչ շուտ անցնում է ժամանակ, ձեռ եք տվել ժամացույցին։ Առաջ են տվել, դրանով չեմ նայ։ Հավատացյալ մարդը, որ աշակերտ չի մտածում իր բնավորության մասին։ Ես ուզում եմ հիմա մենք հասկանանք, լուրջ հասկանանք, մենք աշակերտ ենք, թե աշակերտ չենք։ Մենք քրիստոնյա ենք, մենք հավատացյալ ենք, բայց մենք արդյոք աշակերտ ենք։ Աշակերտ մարդը շատ լուրջ է վերաբերվում իր բնավորությանը, որովհետև գիտի, եթե ես այսպիսին մնամ, ես Քրիստոսին աշակերտ հարմար չեմ։ Հավատացյալ մարդը, որ աշակերտ չի մտածում նոր հոգիներ շահելու մասին։ Լսեք, այս խոսքը հոգևորություն բառը ով է լսել։ Ինքը շատ վատ բառ է, չէ՞, զբաղվում են հոգևորությամբ։ Գիտեք, որ Քրիստոս անցավ Պետրոսի կողքով, Պետրոսի եւ Անդրեասի կողքով ինչ ասեց։ Ասեց, թողեք այդ ձեր կարթերն ու թորերը, թողեք այդ ամեն ինչը, դուք ձկնոս եք, բայց եկեք ինձ իմ հետևից, ես ձեզ մարդկանց որսորդներ կսարքեմ։ Մի քիչ վատ է, չէ՞ հնչում։ Թվում է թե մարդկանց որսելու ենք ուտելու համար, այդպես չի։ Քրիստոս մարդկանց չէր որսում ուտելու համար։ Քրիստոս մարդկանց որսում էր, որ ազատեր չարի կապանքներից, որ ազատեր սատանայի խեղդող ճիրաններից, որսում էր ու ասում էր, հիմա դու ազատ ես։ Որսում էր ու ասում էր, հիմա քեզ իմ սիրո կապանքներով եմ կապելու։ Եթե չարը իր կեղտոտ այդ շղթաներով էր քեզ կապել, որ դու չէիր կարողանում մեղք չգործել, հիմա ես քեզ ազատ եմ անում, եւ դու ազատ ես ու կարաս մեղք չգործես։ Մեղքը այլևս իշխանություն չունի քեզ վրա։ Եթե մենք մարդ ենք որսում, իսկ մենք մարդ ենք որսում, որովհետև ամեն ավետարան քարոզող մարդ է որսում։ Ես գիտեմ, որ ով ուզենա այս բառերը շուրջ է, կարա շուրջ է։ Բայց ես ասում եմ այն, ինչ որ Քրիստոս ասեց։ Հələ մի բան էլ ավել կասեմ։ Ով այն քրիստոնյան, որ մարդկանց որսորդ չի, որ իր նպատակը սատանայի իշխանության վայրից մարդ որսալը չի հանել Քրիստոսի թագավորության մեջ դնելը, նա քրիստոնյա չի։ Հավատացյալը, որ աշակերտ չի մտածում հոգիներ շահելու մասին։ Ասում է, ես փառք Աստծուն, հավատացել եմ քեզ, իմ երեխեքն էլ աղոթում եմ, այն հարևանին էլ որ ասեմ կյանքում չի ապաշխարես, კი չեմ էլ ասի։ Սա աշակերտ չի։ Սա գուցե նաև հավատացյալ է, բայց ինքը աշակերտ չի։ Այն մարդը, ով աշակերտ չի, գիտեք ինքը կարող է անգամ գնա ասի էլ։ Գիտեք, որ շատ քարոզողներ ավելի լավ է չքարոզեն։ Գիտեք։ Շատ մարդիկ, որ գնում են ու ավետարան են խոսում, ավելի լավ ընդհանրապես խոսացած չլինեին, որովհետև երբ որ ավետարան են խոսում ու իրանց կյանքը ավետարանին չի համապատասխանում, այս մարդը, որ լսում է այդ ճիշտ խոսքերը, լրիվ ճիշտ խոսքերը, իր մտքի մեջ ասում ես կեղծավորը ով է։ Հավատացյալ դառնամ, որ քո նման լինեմ, հասկանում եք։ Սա լուրջ կյանքից բերված օրինակ է։ Հավատացյալ դառնամ, որ ձեր նման լինեմ, ու դա չեն ասում եկեղեցի գալու մասին։
Դա ասում են ընտանեկան վեճերի մասին, ձայնը բարձրացնելու մասին, անարդար կերպով գումար աշխատելու մասին։ Հավատացյալ դառնան, որ քո նման լինի, աշակերտ մարդը իր վրա աշխատում է։ Աշակերտ մարդը, Քրիստոսի աշակերտը, առաջին հերթին մինչև կգնա դիմացինի աչքի փուշը հանելու, իր աչքից գերանը հանում է, որենի չասի հենց մի հատ քո աչքի գերանը տես, նոր իմ աչքի փուշը։ Սա է աշակերտը։ Շատ հավատացյալներ, որ այսօր եկեղեցի են գալիս, աշակերտ չեն։ Ցավոք, աշակերտ չեն։ Այն մարդը, այն հավատացյալը, որ աշակերտ չի, ինքը պատրաստ չի զոհել ամեն ինչ, որպեսզի Քրիստոսի հետևից գնա։ Պատրաստ է զոհել մի քիչ սրանից, մի քիչ նրանից, մի քիչ նրանից, բայց պատրաստ չի զոհել ամեն ինչ։ Հավատացյալներ կան, որ իրանց ձեռքը այսպես փակ է։ Փակ։ Չեն կարող անգամ օգնել, ասում են, ինչի օգնենք, թող մեզ օգնեն, եկեղեցի ենք գալի, հերիք չի։ Այս տարի մենք չօգնեցինք։ Ես ներսից ամեն տարի մենք նոր տարուց առաջ որոշակի օգնություններ էինք տալիս։ Այս տարի չենք արել։ Եվ ես գիտեմ ինչի չենք արել։ Ու շատ բաներ եմ սովորել, որովհետև այն մարդկանց, որ օգնում ենք, ոչ բոլորին իհարկե, բայց այն մարդկանց, որ օգնում ենք, իրենք ինչեր էին ասում։ Այդ հավատացյալները, այդ ինչ է այս տարի մեզ չեն հիշում։ Հավատացյալները իրենց համար մենակ օգնության համար։ Ոչ։ Մենք էլի օգնելու ենք, օգնել ենք և օգնելու ենք նաև այդ մարդկանց, որովհետև չենք թողելու, որ սոված մնա մարդը, որովհետև Հիսուսն ասում էր, եթե մեկին կերակրեցիք, մի սովածի կերակրեցիք, դա ինձ արեցիք, բայց ինձ պետք էր, որ ես հասկանամ մարդիկ ինչ են ակնկալում, եթե հավատացյալից միայն օգնություն են ակնկալում, ոչ միայն ակնկալում, պահանջում, ուրեմն մենք մի բան սխալ ենք արել։ Մարդկանց մոտ մենք պիտի Քրիստոսի հանդեպ ծարավ արթնացնենք։ Մարդիկ պիտի մեզանով իրենց հոգևոր պահանջմունքը, նաև ֆիզիկական է, բայց ամենից առաջ հոգևոր պահանջմունքը բավարարեն։ Եթե մենք գնում ենք մարդու տուն և Քրիստոսին չենք տանում մեզ հետ, ուրեմն մենք մի բան սխալ ենք։ Եկեք մի քանի հատված կարդանք Աստվածաշնչից։ Ղուկաս 14-րդ գլուխ 27-ից 35 խոսքերը։ Եվ ով որ իր խաչը չառնե եւ իմ հետևից գա, նա չի կարող իմ աշակերտը լինել։ Ով որ իր խաչը չվերցնի, այստեղ մենք խոսեցինք աշակերտության մասին, ուզում եմ մի հատ հարցնեմ, բոլորդ եք ուզում Քրիստոսի աշակերտը լինել։ Հիմա լսեք, պայման։ Հիսուսը չի ասում, ինչ լավ է, որ դուք բոլորդ ուզում եք, բոլորդ իմ աշակերտներն եք։ Այդպես չի ասում։ Ինքը ասում է, հիմա ընտրելու եմ ձեր միջից։ Հիմա իմ հարցերին պատասխանեք։ Պատրաստ եք ձեր խաչը վերցնել և իմ հետևից գալ։ Հատ հասկանանք ինչ է ասում, նոր ասենք այո։ Խաչը մահվան գործիքն է։ Խաչը վերցնում էին, երբ որ Հիսուսի խաչը տվեցին ուսին ու ասացին, «Էս քո խաչը, էս դու, գնա տար Գողգոթա։ Դրանով քեզ խաչելու ենք»։ Դա քո կյանքից զրկվելու գործիքն է։ Դու պատրաստ ես քո խաչը վերցնես և Քրիստոսի հետևից գնաս։ Սա փոխաբերական իմաստ ունի, ոչ ոք ձեզ կյանքից չի զրկելու։
կարող է զրկեն, չգիտեմ։ Բայց մեր երկրում, օրինակ հարևան երկրում, Պարսկաստանում, եթե մեկը իմացավ, որ դարձել է քրիստոնյա, Քրիստոսի հետևորդ, հավատացյալ, Քրիստոսի աշակերտ, իրան մահապատիժ է հասնում, որովհետև իսլամից քրիստոնեություն փոխվելու համար մահապատիժը հաստատված այդ երկրի օրենքով։ Եվ նաև մահապատիժը այն մարդուն, ով այս մարդուն քարոզել է, կապ չունի ինքը քրիստոնյա է եղել, հայ էր, չգիտեմ ամերիկացի էր, թե եվրոպացի, եւ նրան է մահապատիժ հասնում։ Եվ այդ փոխվողին։ Ու մարդիկ փոխվում են։ Մարդիկ դառնում են քրիստոնյա։ Եվ ասում են մեզ սպանեք, բայց մենք Քրիստոսին չենք կարող ուրանալ։ Աշակերտը պատրաստ է զոհել ամեն ինչ հանուն Քրիստոսի։ Ամեն ինչ ներառում է նաև կյանքը։ Հիմա որ ասեցի ձեզ տենց չեն անի, մեր երկրում այդպիսի պատիժ չկա։ Հավատացյալ լինելու համար կամ Քրիստոսի աշակերտ դառնալու համար ձեզ կարող է գործից ազատեն, ձեզ կարող է ինչ անեն, բամբասեն, բարև չտան, ստեղ Հայաստանում եմ խոսում, չէ, Հայաստանում եմ խոսում, հիմա, ոչ ոք ձեզ չի սպանի, որ դուք դառնաք հավատացյալ, հավատացեք էդի տենց է, որ դու կանգնես ասես, ես դարձել եմ Քրիստոսի աշակերտ, ոչ ոք չի գա սպանի, ամենաշատը կարող են բարև չտան, ամենաշատը թարս նայեն, ասեն դու դավաճան ես, որովհետև մեր պապերի կրոնը այսպիսին է, դու անցել ես չգիտեմ ինչերի ես հավատում։ Ամենավատ բանը, որ կարան անեն, քեզ չխոսան քո հետ։ Սա հալածանքը։ Ով որ իր խաչը վեր չառնի եւ իմ հետևից գա, նա չի կարող իմ աշակերտը լինել։ Հիմա շարունակությունը մի հետաքրքիր բան է ասում։ Պատմություն, որ թվում է այս խոսքերի հետ կապ չունի, բայց կապ ունի, ուշադիր լսեք։ Որովհետև ձեզանից ով է, որ կամենա աշտարակ շինել եւ առաջ չնստի եւ ծախսը հաշվի, թե ավարտելու համար բավական բան ունի, որ միգուցե երբ որ հիմքը դնի եւ չկարողանա ավարտել, ամեն տեսնողները սկսեն ծաղրել նրան։ Եվ ասել, թե այս մարդը սկսեց շինել եւ չկարողացավ ավարտել։ Կամ թե որ թագավորն է, որ գնա ուրիշ թագավորի հետ պատերազմ անելու, միթե չի նստի, առաջ խորհուրդ անի, թե 10,000-ով կարող եմ դեմ կենալ նրան, որ 20,000-ով գալիս է իր վրա, ապա թե ոչ, քանի որ նա հեռու է, պատգամավոր կուղարկի եւ կաղաչի, որ խաղաղություն անի։ Այդպես էլ ձեզանից ամեն մեկը։ Նայեք ինչ ասում, օրինակ ապերում, ես կշարունակեմ, ասում է, եթե դու մի աշտարակ պիտի շինես, մի տուն պիտի սարքես, մի գործ ես ձեռնարկել, որ ծախս է պահանջում, նախորդ չես նստի հաշվարկ անես, ես ունեմ, ասենք, տուն եմ ուզում սարքեմ, ունեմ $5,000, $5,000-ով այսօր կարաս գցես հիմքը, մեկ էլ պատերը կանգնացնես, տանիքը չես կարա, հաստատ, նայած ինչ չափի, ենթադրենք չես կարա, հիմա դու հաշվարկ պիտի անես, ասում է, եթե դու անուն հանեցիր, որ տուն եմ սարքում, հետո հիմքը թափեցիր, պատերը կանգնացրիր ու գրիշը չես կարում կապես, մարդիկ ասելու են, հաշվարկ անել չգիտի, Հիսուսը ինչ էր խոսում սրա մասին, ինչ կապ ուներ նա, որ ասում էր, եթե քո խաչը ամեն օր չվերցնես ու իմ հետևից չգաս, չես կարող իմ աշակերտը լինես, եթե դու պատրաստ չես զոհաբերել քո կյանքը, եթե դու պատրաստ չես զոհաբերել քո ունեցվածքը, եթե դու պատրաստ չես հրաժարվես, պատրաստ լինես, որ քեզ կարող է բարև չտան, քեզ կարող է գործից հանեն,
Քեզ կարող է ազգի դավաճան հանեն։ Եթե դու սրան պատրաստ չես, ինքը ասում էր, հլը հաշվար կարա, հլը մի հայտարարի, որ դու հավատացյալ ես։ Լսում եք ինչ էր ասում։ Շարունակությունը 33-րդ խոսքը արդ այսպես էլ ձեզանից ամեն մեկը եթե իր բոլոր ունեցվածքից չհրաժարվի չի կարող ինձ աշակերտ լինել։ Դեռ ուզում եք Քրիստոսի աշակերտը լինել։ Իմ ունեցվածքը հրաժարվել չի նշանակում ես տանում եմ սա շփոթում եմ մի կողմ ասում եմ ես քո աշակերտն եմ, չէ, իմ ունեցվածքը քեզ է պատկանում։ Եթե դու մատը դնես իմ ունեցվածքի ցանկացած մի բանի վրա ու ասես սա ինձ պետք է, դա քոնն է, ոչ թե իմը։ Եթե դու իմ սրտի մեջ դնես, որ ես պիտի այսինչ բանը զոհաբերեմ հանուն քեզ, իրենք մարդկանց սրտի մեջ Աստված մեկ-մեկ բաներ է դնում։ Մեկ-մեկ որ դու սովոր ես, ասենք, նորմալ հավատացյալ մարդը միշտ սովոր է որոշակի գումար զոհաբերի։ Մեկ-մեկ սրտի մեջ Աստված մի տարօրինակ բան է դնում։ Ասում է, այսօր այսպիսի զոհաբերություն կանես։ Որ դու ասում ես, ինչ միտք եկավ, հեռու գնա։ Ես այս բան ոնց կարամ մտածեմ։ Մեկ էլ ասում է, գնա այս ինչի տուն ու հաշտվի սրա հետ։ Այդ միտքը գալիս է քեզ ու դու ասում ես, չէ, Տեր Աստված։ Եսի հաստատ իմ միտքն էր, եսի դու չէիր։ Ինչը որ մեզ ձեռք չի տալիս, մենք ասում ենք, եսի մեր միտքն էր, եսի դու չէիր։ Աշակերտը պիտի պատրաստ լինի իր ամեն ինչից։ Ներառյալ քո հեղինակությունը մարդկանց աչքին։ Լսեք ինչ եմ ասում, շատ ավելի հեշտ է տուն տեղ ունեցվածք թողել, քան թե բա ինչ կմտածեն մարդիկ։ Քրիստոսի խոսքերը այդպես էլ ձեզանից ամեն մեկը, որ իր բոլոր ունեցվածքից չհրաժարվի, չի կարող ինձ աշակերտ լինել։ Ինչ ունես։ Լավ անուն ունես, շատ փողեր ունես, ինչ ունես։ Ասում է ամեն ունեցվածքից եթե չհրաժարվես, չես կարող իմ աշակերտը լինել։ Եվ շարունակությունը հենց սրա մասին է, այն մարդկանց մասին է, ովքեր հավատացյալ են, բայց աշակերտ չեն։ Ասում է աղը լավ բան է, բայց եթե աղը անհամանա, ինչով պիտի համեղանա։ Ոչ հողի համար է պիտանի, ոչ աղբի համար։ Աղը, որ իր համը կորցնի, ինչին է պետք։ Այլ նրան դուրս կգցեն։ Տեսել եք, որ սառույց է լինում, ինչ են շաղ տալիս։ Ոտքի տակ է գնում։ Եվ հետո ասում է, ով լսելու ականջ ունի, թող լսի։ Ուզում ենք Քրիստոսի աշակերտը լինել։ Քրիստոս եկեղեցին համեմատում է մարմնի հետ։ Ձեր մարմինը, դուք գիտեք, չէ՞, մարմին։ Այս մարմնի բջիջներից քանիսն են ներգրավված մարմնի գործունեության մեջ։ Բոլորը։ Եթե քո մարմնի բջիջներից, տեսել եք անդամալույց մարդ, ասենք թևը կախված է այսպես։ Որ ուզում է թևը շարժի, ես մի ձեռով վերցնում է, դնում է այս կողմ։ Իրա թևը իր գլխին չի լսում։ Գլուխն ասում է բարձրացի, ինքը չի բարձրանում։ Եթե ոտքերն է, այդ մարդը չի կարող քայլի։ Տեսել եք մարդ, ով ասենք ինսուլտ է տարել եւ կեսը չի աշխատում, թուլանում է, ինքը չի էլ կարող նորմալ խոսել։ Այսօրվա եկեղեցու մեջ, հենց այսքանից, որ հավաքվել ենք, քանիսն ենք ներգրավված այս եկեղեցու գործունեության մեջ։ Բացի նրանից, որ կիրակի օրը գալիս ենք պատգամ ենք լսում։ Քանիսն ենք ներդրված, մտածում ենք, ինչ պիտի անենք,
Հեսա գարունը բացվի տեղ չենք տեղավորվելու մենք։ Ով է ոտքի վրա կանգնելու, ով է դրսում լուսամուտները բացելու ենք ընդեղականգնելու, թե մտածում ենք մի նոր տարածք ունենանք։ Ով է մտածում, ով է ներդրվում, ով է պատրաստ ներդրվի սրա մեջ։ Մենք ուզում ենք շուտով մեր ինտերնետային կայք ունենանք եւ նկարենք ոչ թե ձայնագրությամբ լինի մեր պատգամները, այլ վիդեոով նկարենք, որ վիդեոով լինի եւ եթե հնարավորություն լինի, Աստված մեզ հնարավորություն տա, նաեւ ուզում ենք մի վիդեոկամերա ունենանք եւ ինտերնետին միացած ուղիղ եթերով, որ ամբողջ աշխարհը, որովհետեւ շատ մարդիկ կան, մեր արևիկ քույրիկը գնում է իր համար աղոթք են անելու, որ կարողանա ուղիղ եթերով մեզ հետևի եւ էլի մարդիկ կան, որ կարողանան ուղիղ եթերով մեզ հետևեն։ Նայեք, քանիսն են սրանով ապրում։ Ես գիտեմ, որ հիմա ասեմ, գիտեք ինչ կա, գումարա պետք է ինչ բան առնելու, շատերդ կմասնակցեք, ես դա չեմ ասում, ինձ պետք չի դա։ Ես ասում եմ, ով է այս նպատակներով, ով է եկեղեցու նպատակներով ապրում։ Հոգսը, այո, ձեր տան մեջ, գիտեք, տան անդամներ կան, որ իրանք գալիս են, ուտում են, քնում են, գնում են աշխատանքի, բայց տան լույսի վարձից լավ գիտեք ամեն ինչ, ոնց որ տեղյակ չեն, ինչ որ խնդիր կա վերանորոգման, չեն մասնակցում, տեղյակ չեն, հիմա նայեք, նույն բանը եկեղեցում է, եւ Քրիստոս եկեղեցին համեմատեց մարմնի հետ, եւ ասեց, դուք մարմնի անդամներն եք, ամեն մեկը առանձին, եւ եթե դուք չմասնակցեք, ուրեմն մարմինը ամբողջական չի կարող լինել։ Մեկ ուրիշ համեմատություն արեց։ Զորք, ասեց, ես զորահրամանատարն եմ, Հիսուսը, դուք իմ զորքն եք։ Հիմա պատկերացրեք, բանակ են գնում եղբայրները։ Պատկերացրեք, զինվորների գունդը, ասենք 1000 հոգանոց եւ սովորաբար եկեղեցիներում գիտեք 10%-ն է։ 10%-ն է ներգրավված։ Ասենք 20%, լավագույն դեպքում 30%-ը ներգրավված է եկեղեցու կենսագործունեության մեջ, մտածում է ոնց անի, էսի, էնի երաժշտությունը, լույսը, չգիտեմ, ավետարանչությունը, գրքույկներ տպագրենք, հիվանդներին այցելենք, չգիտեմ, ես անենք, այս ամբողջը, որ արվում է, լավագույնը 10%-ն կամ 20%-ը։ Հիմա պատկերացրեք զորքը, դուրս է եկել պատերազմի, եւ զինվորների ընդամենը 10 կամ 20%-ն է, որ պատրաստ է կռվի։ Այն մնացածը չունեն հմտություններ։ Ինչի չունեն, որովհետեւ աշակերտ չեն եղել։ Հասկանում եք Քրիստոսն ինչ էր ասում, որն էր Քրիստոսի մեծ հանձնարարականը։ Գնացեք ամբողջ ազգերը, բոլոր մարդկանց քարոզեք եւ իրանց աշակերտ դարձրեք։ Աշակերտ։ Այսօր քրիստոնյաների մեծ մասը հավատացյալ չի։ Գիտեք, որ այդպես է։ Քրիստոնյաների մեծ մասը հավատացյալ չի։ Հայաստանում ապրում է ենթադրենք 3 միլիոն մարդ, չեմ հավատում, որ այս թիվը Հայաստանում լինի այսօր, ենթադրենք ապրում է 3 միլիոն մարդ եւ չգիտեմ, կարող է 100,000 հավատացյալ լինի կամ չլինի։ 3 միլիոն քրիստոնյա եւ 100,000 հավատացյալ։ Քրիստոնյաների մեծ մասը այսօր հավատացյալ չի, քրիստոնյաների մեծ մասը այսօր լուրջ չի վերաբերվում Աստծո պատվիրաններին։ Քրիստոնյաների մեծ մասը այսօր լուրջ չի վերաբերվում, որ պիտի կիրակի օրը գան քարոզ լսելու, հոգևոր սնունդ ստանալու, Աստծո պատվերին։ Քրիստոնյաների մեծ մասը լուրջ չի վերաբերվում հենց Քրիստոսին։ Բայց սա չի վտանգավորը։ Վտանգավորը հետևյալն է, որ հավատացյալների մեծ մասը
աշակերտ չի։ Վտանգավորը սա է, որ հավատացյալների մեծ մասը աշակերտ չի։ Հիմա ինձ ասեք, ես մի հատված կարդամ Աստվածաշնչից։ Եբրայեցիների 13-րդ գլխից ասա, 17-րդ խոսքը։ Ականջ դրեք ձեր առաջնորդներին և հնազանդվեցեք։ Ականջ դրեք, այսինքն լսեք ձեր առաջնորդներին և հնազանդվեցեք նրանց, որ նրանք հսկում են ձեր հոգիների համար, ասում է Աստվածաշունչը։ Շատ մարդիկ ասում են ինձ, իմ հովիվը Հիսուսն է։ Հիսուս իր խոսքի մեջ ասում է, դու պիտի մարդ հովիվ ունենաս, իրան լսես, հնազանդվես, որովհետև իրանք քո հոգու համար հսկում են։ Բացեք Եբրայեցիների 13-րդ գլուխ 17-րդ խոսքը։ Հավատացյալների մեծ մասը ասում է, ես գիտեմ, ես ոնց կապրեմ հավատքի կյանք։ Ինձ պետք չի, որ ինչ-որ մեկը ասի։ Ես հո աշակերտ չեմ, որ ինձ սովորացնեն։ Մեկը լինի, ես սովորացնեմ։ Հավատացյալների մեծ մասը այսօր աշակերտ չի։ Եվ այստեղ է վտանգը եկեղեցու։ Որովհետև եկեղեցին են քրիստոնյաները չեն։ Ուզում է իրանց քրիստոնյա ասեն, ուզում է իրանց Նապոլեոն ասեն, ուզում է իրանց չգիտես ինչ ասեն։ Իրանք դրանից չեն դառնում եկեղեցի։ Եկեղեցին Քրիստոսին հավատացողների ամբողջությունն է, որ հավատում է խոսքերին եւ Աստծո պատվիրանները, Աստծո խոսքը ընդունում է որպես ճշմարտություն իրենց կյանքում։ Եվ այս մարդկանց մեծ մասը աշակերտ չի։ Այստեղ է վտանգը։ Այս է զորքը, որ պիտի կռվեր խավարի դեմ, և ինքը այսօր չի սովորում այդ պատերազմը անել։ Այս է մարմինը, որ պիտի այսօր գործեր և շատերին որսար Քրիստոսի համար, և ինքը այսօր չի շարժվում։ Հա շատ ոգևորված եմ քարոզում, բայց սրտից այս ամեն ինչը գալիս։ Քրիստոնյա ես, հավատացյալ ես, թե աշակերտ։ Մարկոսի 16-ից 15-18 ասում է, և գնացեք բոլոր աշխարհը, ավետարանը քարոզեք ամեն արարածի, ով հավատաց և մկրտվեց կփրկվի, ով չհավատաց կդատապարտվի, ով հավատաց այս խոսքերին կփրկվի, ով չհավատաց կդատապարտվի։ Մենք պիտի աշակերտներ դարձնենք, մենք պիտի մարդկանց աշակերտ դարձնենք, իսկ աշակերտ դարձնելու համար Հիսուսն ասում էր, աշակերտը իր ուսուցչից մեծ չի կարող լինել։ Եթե մենք ուզում ենք մեր շրջապատի մարդիկ աշակերտ դառնան, իսկ դա է Քրիստոսի հրամանը, առաջինը մենք պիտի դառնանք աշակերտ։ Արագ ամեն ասեք այս խոսքերը։ Ժամանակս ավարտվեց, բայց ասելիքս շատ է։ Չէ։ Ես միշտ մնում եմ իմ ժամանակի մեջ, բայց ես կասեմ, որ հաջորդ անգամ մենք կնայենք, թե ինչպիսին է Քրիստոսի աշակերտը։ Ով է Քրիստոսի աշակերտը և ինչպիսի պահանջներ ունի Քրիստոս իր աշակերտներից։ Իսկ այս պահին հենց այսպես էլ կիսատ թողում ենք այս պատգամը շարունակելու հույսով, Աստված մեզ կյանք տա, հաջորդ կիրակի մենք կլսենք, թե ով է Քրիստոսի աշակերտը, իսկ եղբայրները, որ բանակ են գնում, իրանք էլ ընդեղ կկարողանան ինտերնետով մեզ հետևել։ Կարող ոչ հաջորդ շաբաթ, բայց այս պատգամը հետո կլսեն հնարավորության դեպքում։ Լավ։ Ես ուզում եմ ամփոփեմ այն ինչ որ լսեցինք։ Առաջին դարում ծիծաղելի կլիներ այս հարցը։ Դու քրիստոնյա ես, հավատացյալ, թե Քրիստոսի աշակերտ։
21-րդ դարում 20 դար անց մենք պիտի տարբերենք սա։ Ես միայն քրիստոնյա եմ, թե քրիստոնյա հավատացյալ, թե միայն հավատացյալ եմ, թե նաև քրիստոնյա հավատացյալ և Քրիստոսի աշակերտ։ Սա վերաբերում է բոլորիս և սա երևալու է մեր վերաբերմունքից, թե ինչպես ենք մենք վերաբերվում հենց Քրիստոսի խոսքերին։ Իսկ աշակերտության մասին հաջորդ կիրակի մենք խոսենք։ Խնդրեմ կանգնենք աղոթքի։ Մեր ուսուցիչ, մեր Տեր, մեր Հայր, մենք քո առջև ենք։ Ես ուզում եմ ներողություն խնդրել քեզանից այսօրվա եկեղեցու համար, Տեր։ Իմ ազգի համար, Տեր, որ շատերը իրենց քրիստոնյա են կոչում, որովհետև ուղղակի ծնվել են քրիստոնյա երկրում, որ շատերը իրենց հավատացյալ են անվանում, ուղղակի որովհետև եկեղեցի են գալիս։ Մենք ուզում ենք քո աշակերտները լինել, Տեր։ Քո աշակերտները, ովքեր կհրաժարվեն ամեն ինչից հանուն քեզ։ Քո աշակերտները, որ պատրաստ կլինեն քեզ համար իրենց կյանքը դնելու։ Մեր սքանչելի Աստված, մեր Տեր, ինչպես անցնում էիր քո աշակերտների կողքով ու իրանց ասում էիր թող դա, ինչպես անցար Պետրոսի և Անդրեասի կողքով, ինչպես անցար Հակոբոսի և Հովանեսի կողքով, որ ձկնորսությամբ էին զբաղվում և թողեցին իրենց կարթերը, թողեցին իրենց նավակները, թողեցին այդ թոռերը և եկան դարձան քեզ աշակերտ։ Ինչպես անցար Մաքսավոր Մաթևոսի կողքով և թողեց իր հաշվարկները ու անմիջապես քո հետևից եկավ, դառնալով քո աշակերտը և մնացած առաքյալները և դրանից հետո 70-ը և դրանից հետո 500-ը և դրանից հետո հազարավորները, որ թողեցին տներ, թողեցին ընտանիքներ, գնացին մահվան բերան, տարբեր ազգերի մեջ, տարբեր երկրներ, քո ավետարանը քարոզելու և մարդկանց քեզ աշակերտ դարձնելու, այնպես մենք ենք ուզում այսօր, Տեր, այնպես ուզում ենք, որ դու այսօր ամեն մեկին, իմ աղոթքն է, Տեր, որ այս խոսքերը լսող ամեն մեկին հայտնվես դու ինքդ, Տեր, և ասես, թող այդ կյանքը և արի դարձի իմ աշակերտը։ Գրված է, որ քո հետևից շատ կանայք էին գնում, ոչ միայն տղամարդիկ էին քո աշակերտները, այլ շատ կանայք էին գնում, որոնք ծառայում էին քեզ, որոնք քարոզում էին ավետարանը նաև։ Նաև կանանց համար եմ խնդրում, Տեր, հատուկ կանանց համար եմ խնդրում, որ թողեն իրենց կյանքում այն ամենը, որ խանգարում է իրանց Քրիստոսի աշակերտը լինել, որ թողեն ու հետևեն քեզ, լինի իրանց բնավորությունը, լինի իրանց զբաղվածությունը, իրանց, որ կարելի է թողել, Տեր, ցանկացած բան, ահա ինչի վրա որ կդնես քո մատը, ինչ որ ես ունեմ, ամենը քոնն է, Տեր։ Ես ուզում եմ քո աշակերտը լինել։ Ես ուզում եմ խոնարհաբար քեզանից սովորել
Ես աշակերտ եմ, ես քո հետևորդն եմ, Տեր, ես միայն եկեղեցի եկող չեմ, Տեր, քո տան հոգսը իմ հոգսն է, Տեր, քո մեծ հանձնարարությունը ինձ է վերաբերվում, Տեր, և ես ոչ մեկի համար չի, որ ծառայում եմ, այլ քեզ համար է, որ ծառայում եմ, Տեր, որովհետև սիրում եմ քեզ, Հիսուս, ես քո աշակերտն եմ։